Մեր գործանցիտս կկայնի։ Հողը իրատանք, որ մեր պան ստեղծենք, նապար վիլապանենք։ Մեր նեղությունից մեր ստավինք տաշտերը խողերի խետը, մինչև ես ուժել խողխետ գյուլաշ են կպնել։ 85-ամյա Անիկ տատը տեղում հանգիստ նստել չի կարող, երբ այգին իրեն է սպասում։ Նախքան լույսը բացվելն է ոտք դնում այգի, ծերությունը չի խանգարում հողի հետ կռիվ տալով կերակրում է ընտանիքը։ Այսինքն հերթը մինչև իրկուն, պապին ոտի վրա այդպես շարժման մեջ է, տեղ կա խմելու խմում եմ, համճինշի մի տեղ, համել մի հատ էսիշ կնես, ես պատվել մատրին խմում եմ, ու էլա վերջ չարտեն, ընգնեմ խավերին խանեմ, ես ապտի կախանեմ, պամիդոր ստե, պունը, պան, որպեսի չեթան տաշտից բերենք, պան խմար լոբիա, պամիդորա, բադրջան, ամեն ինչը պտելի տնից, թեկուզ բաղչեն ընդեղ կա, խոհմելով չեմ էթա ընդեղ, պետք է մեկ ինչ տնից էլի, որ ասենք բերսանան ճաշնապարն ուտեն։ Տնամերձողի վրա ազատ տեղ չի թողել այս կինը, ամեն ինչ պետք է լինի գյուղացու տանն ասում է։ Իմ ամենասիրած բանը այս զհատ փույզն է, բայց դետեսել է, լիքել, պռնել, այն վաղտ որ բգաստինաս, նավալ պակը լցած։ Փույզը։ Մեկ ինչ չիրեմ անել, մեկ չէ։ Պան խմար ինչքան որ պետք է անում եմ, մնացած հատ փոխասնի ես մեկ քաղենք թալենք բերպերան, բան չէ, այդ էս թոլը սվիտակ, բայց սիրում եմ։ Գիլազնա, դամբուլներնա, տեսականները, նուշնա, այդ միշնը, ընդեղ են բանի անունի չա, միշա, են պշի անունի չա, անա բունենք, տեսել է, գլուբնիկ ենք թազատանգի, կողքնել սա բադրջան պան կանենք, բիբար կանենք, վերևը, մի հատ կյացար դենս ազատ տեղ չենք թողի բրմունը։ Հիշում է երիտասարդ տարիները, այն ժամանակ մարդն իր ձեռքով էր պատրաստում ամեն բան, յուղն էլ, կարագն էլ, իսկ տնական գաթայի հոտը տարածվում էր տնով մեկ։ Մեր օրերում ամեն ինչ կարելի է գնել խանութից, բայց 85-ամյա կինը գիտի, իրական համն ու հոտը գումարով չէ սառնի։ Տնական յուղը խալում է անիշխոտը, հալվաները, վայ։ Բայց մի հատ խորի չենք անել, մի հատ հալվա չենք անել, մի հատ այն խորոտ են գաթաներ չկա, որ անենք, այն չկար վաղտը ավելի քաղցրել ամեն ինչ են, մաքուր ամեն ինչ անարատ, մեզ կան պանիք հետել, բայց անարատ, մաքուր։ Գյուղական այս ամբողջ գեղեցկության հետևում ծով խնդիրներ ու դժվարություններ են հաղթահարում մարդիկ, որքան էլ այս տարի եղանակը մարդկանց կողմից է, խնդիրները շրջանցել չի ստացվի։ Պարարտանյութի խնդիր կունենա, գյուղացին թանկ է, այդ թունաքիմիկատների խնդիր անպայման կունենա, ֆինանսատնտեսական թեմա կա, պլյուս վաղը ջրային տնտեսություն իր հին ավանդական եղանակով գալու ասի փող դուր ջուր տամ, փող չկա։ Փող չկա, ջուր չկա։ Այս խնդիրը տարիներով քաղցրաշենում չի լուծվում։ Մարդիկ մի քանի օր կարող են հերթում սպասել, որ մի կում ջուր տան իրենց այգուն։ Ջրի խնդիրը միշտ եղել է ու ելնելու է, ես կարծում եմ, այնքան շատ կիսատ պռատություն կա։ Սովետական շրջանի առուներ կան։ Գյուղացին ջրի երես չի տեսնում, բայց մթերման սեզոնին ջրի գնով է տալիս բերքը։ Մենք մեզ խափում։ Սեզոնին գյուղացիների եւ արտահանողների մեջ լարված պայքար է։ Զավոդները մի քիչ մաքսիմալ նեղում են։ Դե հասկանալի է, դա էլ բիզնեսի օրենքն է։ Ցանկալի կլներ, որ փոխհարաբերությունները լիներ գործընկերային։ Մենք որոշակի սեզոնների մեր արտահանողի հետ ոչ թե որպես գործընկեր ենք լինում, այլ հակառակորդներ։ Ինքը մաքսիմալ ուզում է ջարդած էժան տարած լինի, ես էլ մաքսիմալ ինքը եթե նեղնա ու բերքը չի չա, սկսում եմ մաքսիմալ բարձրացնել գները։ Դժվար ժամանակներ են ապրել գյուղացիները, եղել են հիասթափության պահեր, երբ մարդն իր ձեռքով ոչնչացրել է իր ապրուստի միջոցը։ Ուրեմն մի տարի չգիտեմ ինչ վարչապետ ունեինք մի հատ, ասեց սպիրտ պետք չի, Պարսկաստանից կբերենք կմշակենք ու խաղողի այգի կտրվեց մասսայական։ Սրանք ողբերգական հետևանքներ են թողել նաև էլի։ Այդ խաղողի այգին 4-5-րդ տարին է բերք տալու։ Այսինքն 3-4 տարի մեր խաղողագործությունը հետ գցինք։ Այս գարնանը Գեղամի այգում չորացած ծառը սկսել է ծաղկել, ուրեմն դեռ կորած չէ ոչինչ։ Այս ծառը չորացել էր, կտրել ենք որ քոքից անենք, մեկ էլ հրաշք տեսանք մի 15 օր առաջ, որ շիվը դուս է գալի, էլի։ Կյանք կա այս չոր այգի մեջ, Շիրազն ասում է, ելնի
մանուկը մորթված արգանդից, թուրքին կպոկի իմ Արարատից։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։